Ինչպես են նկարահանում մեր Wild-up ֆիլմերը կարճ ուղեցույց։ Սկզբում կա միայն միտք, հետո սկսում է մեծ քննարկումներ հեռախոսով, նամակներով, գիշերվա ժամերին եւ վերջում հանդիպում։ Ընտրում ենք բոլորին հարմար օր, իհարկե ոչ մեկին հարմար չի, բայց բոլորը համաձայնում են։ Նկարահանումը չսկսած ուղեկցորդին 78 անգամ հարցնում են գագաթին շատ կա ու երբ տեսնում ենք դեմքի արտահայտությունը, լուրջ սկսում ենք քայլել։ Նկարահանումը դեռ բարձրանալուց երկար է տևում, որպեսզի ամեն ինչ իդեալական լինի, լույսը լավը լինի, կատուն տեղում լինի, օպերատորը կորած չլինի եւ քամի չլինի։ Դեռ բարձրանալը շատ ավելի կարճ է տևում, քան նկարահանումները։ Յուրաքանչյուր քայլից հետո դադար, որովհետև յուրաքանչյուր քայլ պոտենցիալ կադր է։ Հետո նյութերի փոխանցումն է, մոնտաժողին ենք փոխանցում մեր ամբողջ ապրած 1 օրը։ Ամբողջ կտրտած ֆայլերը ուղարկում է Սոնային, որովհետև Սոնան շատ գեղեցիկ ձևով կարողանում է շոկոլադը չամիջից առանձնացնել։ Նա տեսնում է այն, ինչ ոչ ոք չի տեսնում, տեքստն եմ կարդում մի քանի հազար անգամ, կարդում եմ, անհանգստանում եմ, կարդում եմ, ջնջում եմ, կարդում եմ, հարմարվում եմ։ Եվ վերջում ավելացնում ենք տիտրերը, շունչ ենք քաշում ու վերջում սեղմում ենք upload։